Այս համատեքստում մի պահ վերադառնանք մի տարօրինակ օրինակի։ Ստեփանակերտում ապրող հայերից մեկը, Կարեն Ավանեսյանը, պարզվեց ահաբեկիչ է, որը կրակել է ադրբեջանցի ոստիկանների վրա։ Իսկ ինչպես քաղաքի անտեր ու սոված կատուներին կերակրող տղամարդը վերածվեց ահաբեկչի, ոչ ոք չհասկացավ։ Բաքուն հրապարակեց տեսանյութ, որտեղ մի տղամարդ քայլում է ուսապարկով և պնդեց, թե այդ տղամարդը Կարեն Ավանեսյանն է, որը շտապում է զինված պրովոկացիա իրականացնելու, իբր ուսապարկում զենքեր են։ Բայց Կարենի և նրա ուսապարկի մասին կան ավելի հետաքրքիր պատմություններ։ Հետաքննող լրագրող Լինդսի Սնելին մոտ 1 տարի առաջ պատմում էր, որ Կարենը պայուսակներով կեր էր տանում սոված կատուներին։ Լրագրողի խոսքով մարդիկ ծիծաղում էին Կարենի վրա, քանի որ նա քաղաքում քայլում էր 2 պայուսակով ու կերակրում բոլոր կատուներին։ Որ տղամարդը Ստեփանակերտում կատուներին կերակրելով էր զբաղված, ավելի վաղ պատմել էին հենց ադրբեջանական լրատվամիջոցները, որ պարբերաբար այցելում էին Ստեփանակերտում մնացած փոքրաթիվ հայերին և նրանցից օրինակներ կորզում ադրբեջանական իշխանության մասին։ Հակասական տեղեկություններ, տեսանյութեր ու բեմադրված մեղադրանքներ։ Հենց այսպես Կարենը կատուներ կերակրողից վերածվեց ահաբեկչի։ Սա այն իրականությունն է, որտեղ նույնիսկ ամենաանհնարինը կարող է վերածվել սպառնալիքի և գործածվել տեղեկագրերի ու քաղաքական քարոզի համար։